Մամիջանյանն ասել։ Նարեկ Կիրակոսյան, Factor TV, պարոն Մամիջանյան, դուք ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի վաղ առավոտից իրականացվող գրառումները, հուսով եմ կարդացել եք եւ այդ բառապաշարը հիմա այստեղ մեջ բերելու կարիք չկա։ Ցավոք կարդացել եմ։ Եթե այստեղ գալու ճանապարհին մտածում էի, թե ոնց կարելի է մեկնաբանել այդ ամենը, դեք թերևս ամենապարզ բացատրությունը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է։ Դիակները, երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռևս հավաքված չի։ Սա եթե պես փիլիսոփայական։ Եթե բովանդակային, դրա մասին այսօր առավոտյան գրել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 30-ին, չէ, 3 կառավարության նիստին մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, իսկ այսօր արեց մի գրառում, որը գիտեք, մենք որ կարդացել ենք, դա հələ ոչինչ։ Բայց ես շատ ուզում եմ, որ այս գրառումը կարդան քաղաքացիական պայմանագրի падգամավորները, ում ճնշող մեծամասնությունը վստահաբար մկրտված է հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ովքեր սակադրություն են անցկացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ամենածանր պահերին կյանքի ենթադրում եմ դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն, ինչպես բոլորս։ Կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր անում են հիմա ամեն ինչ, որպեսզի ինքը մնա իշխանության։ Ուժայինները, իրավապահ համակարգը, կարդան ու հրապարակային պատասխանել պետք չի, իրանք իրանց մեջ պատասխանեն մի հարցի։ Իրանք դրա տակ մտնել պատրաստ են։ Եթե իրանք չեն մտածել դրա մասին Արցախի հանձնման ժամանակ, խայտառակ կազմակերպված պատերազմի ժամանակ եւ այլն, հիմա սրա տակ մտնել պատրաստ են։ Ես կարծում եմ, որ այդ գրառումը շատ ավելի շատ պետք է կարդան Փաշինյանի սակավաթիվ աջակիցները, այլ ոչ թե մնացածս։ Մեր համար ոչ մի նոր բան չկա, ես չեմ կարծում, որ ինքը կարա ինձ զարմացնի երբևէ։ Չնայած անկեղծության համար ասեմ, ինչպես բոլորդ վստահ եմ, սկրինշոթները տեսնելուց հետո մի հատ մտել եք էջ նայել եք։ Դա իրականությունն է, թե չէ։ Փաստորեն դեռ ամեն ինչ չի կորած Փաշինյանի համար։ Իրանից ամեն ինչ չէինք սպասում, պատկերացնում եք, այսինքն մարդիկ դեռևս մտածում էին, որ դա կարա իրականություն չլինի։ Սա է իմ մեկնաբանությունը, ես իմ համար զզվելի է այդ ամեն ինչը, ես չեմ ուզում կեղտոտվել դրանով։ Հայ առաքելական եկեղեցին մի 1000 հատ Նիկոլա տեսել իր կյանքի ընթացքում։ Տարբեր կալիբրերի, տարբեր դիրքերի ու մի 1000 հատ էլ կտենա։ Հայ առաքելական եկեղեցին իր ատամի բանը չի։ Շնորհակալ եմ։ 168 ժամ։ Այսօր կրկին ադրբեջանական կողմը կրակել է Խոսնավարի ուղղությամբ տանտանիք է վնասել մանր եղջերավոր անասունի։ Բնակիչները կարծիք են հայտնել, որ հնարավոր չէ ադրբեջանական կողմը իրենց դիրքերից կրակի եւ հասնի գյուղի կենտրոն, հնարավոր է տեղաշարժ կա։ Դուք էսկալացիայի վտանգ տեսնում եք, երեք Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ ադրբեջանական կողմը հերքել է, որ իրենք չեն կրակել։ Ադրբեջանական քարոզչամեքենայի խոսնակներ Հայաստանում շատ կան, շատ։ Դրա համար հիմնվել պաշտոնականի վրա, կարծում եմ, ծիծաղալի է։
Իսկ ինչ վերաբերվում է տեղաշարժի վտանգին եւ էսկալացիայի վտանգին, դրա մասին խոսում են բոլորը։ Գերտերությունների, արտաքին հարաբերությունների, գերատեսչությունների պատասխանատուներ։ Ընդ որում այս վերջի մի քանի օրվա ընթացքում երկու գերտերության բարձրաստիճան պաշտոնյա է դրա մասին խոսել։ Դրա մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներից։ Բայց ես չեմ զարմանում, որովհետև 18 թվականին, երբ որ առաջ խաղացում կար ադրբեջանական զինուժի, առաջ խաղացում չէ, կուտակումներ կային ադրբեջանական զինուժի Արարատի մարզի ուղղությամբ։ Բոլորը ասում էին, որ դա սուտ է, արվում է նրա համար, որպեսզի ցույցերը մարվեն եւ այլն եւ այլն։ Արդյունքում դրանից 2 ամիս հետո մենք տարածքային կորուստ ունեցանք Արարատի մարզի հարող հատվածում։ Տարածքային կորուստ։ Եթե ՊՆ-ի մտքով անցնի անգամ սա հերքել, իրանք սրա համար կփոշմանեն, վստահեցնում եմ։ Ինչ մեկնաբանես։ Իրենք միտված են անել ամեն ինչ, որպեսզի սպիտակեցնեն Ադրբեջանին։ Էլ ինչի են տանջվում մամուլահաղորդագրություններ գրում, թող ուղղակի շեյր անեն էլի Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները։ Անհնար է որևէ բան ասել սրա մասին։ Տեղեկություն տեղաշարժերի կամ կուտակումների մասին ես տրամաբանորեն ունենալ չեմ կարող, բայց միջազգային տարբեր կառույցների, գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է դառնում, թե ինչքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդ որում թե տարածաշրջանային տրամաբանության մեջ, եւ թե աշխարհաքաղաքական դրության մեջ, հաշվի առնելով մեր բարեկամ եւ հարևան Իրանի շուրջ զարգացումները, հաշվի առնելով առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ աշխարհակարգի միջազգային իրավունքի վիճակը, բայց ամեն ինչ նորմալ է, ժողովուրդ մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ վերահսկողության տակ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին նստած մարդը պատերազմի մեջ է, ուղղակի պատերազմի մեջ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նյուզեյը Պարոն Մամիջանյան, Նիկոլ Փաշինյանը 28-ի, մայիսի 28-ի իր ելույթում ասաց, որ մենք հայրենիք այլևս փնտրելու կարիք չունենք եւ վստահեցրեց, որ պատերազմ չի լինելու։ Ուզում եմ հասկանալ այդ վստահությունը ինչի վրա է հիմնված, կա արդյոք գուցե ինչ որ պայմանավորվածություն կա Ադրբեջանի հետ նման կրակոցներ լարվածություն ստեղծել մեկ այլ խնդիր լուծելու համար, բայց ոչ պատերազմի, այսինքն այս հայտարարությունները ինչի համար են, եթե նման վստահեցում։ Եթե ձեր հարցն է, ես բացառում եմ արդյոք այն հավանականությունը, որ Փաշինյանը պայմանավորված լինի Ադրբեջանի հետ այս կամ այն մակարդակի էսկալացիա իրականացնել, որպեսզի դրանով վախեցնի հայ ժողովրդին, վարկյան անգամ չեմ բացառում։ Դա լրիվ իր ոճի մեջ է։ Ինքը մի անգամ արդեն Ալիևին խնդրել է ներքաղաքական խնդիրները կարգավորելու համար իր նվազեցնել սահմանային լարվածությունը, դրա արդյունքում Փառք Աստծո էլի հայ զինվորի կյանք է խնայվել, բայց ակնհայտ է, որ այդ ժամանակ հենց այդ ժամանակ է Փաշինյանը խոստումներ տվել։ Ես վերելակային եւ այլ տրամաբանությունների սիրահար չեմ, դավադրապաշտական տեսությունների չբացառելով դրանք, բայց ես դրանց սիրահար չեմ, բայց ակնհայտ པարզ տրամաբանություն է, եթե 18 թվականին ինքը Ալիևին ինչ որ բան է խնդրել, այդ խնդրանքը կատարվել է։ Դրա դիմաց ինչ որ առնվազն խոստում է, չէ՞ եղել, པարզ տրամաբանություն է։ Դե հո գեղեցիկ գլխարկի խաթեր չի արել։ Էս մեկ։ Վերջին հարցին պատասխանը։ Երկրորդ, գիտեք, ես որևէ պարագայում չեմ բացառում ցանկացած սցենար, որ կա, որին կհամաձայնվի Փաշինյանը։ Ցանկացած։ Առաջին հարցը նորից կկրկնեք։
հայրենիք գտնելու մասով։ Ես չգիտեմ Փաշինյանը հայրենիք ման է եկել, թե չէ, մենք մեր հայրենիքը գիտենք։ Գիտենք, սիրում ենք, փայփայում ենք եւ փորձում ենք մաքրել իր նման քաղաքական լիակներից։ Ինչ հայրենիքը գտնելու մասին կարող է խոսք անգամ գնալ։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով հետևյալ տրամաբանությամբ է կառուցում պատերազմ չի լինելու եզրույթը։ Իր կարծիքով պատերազմ չի լինի, որովհետև ինքը ամեն ինչ պատրաստազի չի։ Շատ բարդ կլինի իմ եւ ձեր միջև կոնֆլիկտը, եթե ես հիմա ձեզանից ձեր բեյջը ուզեմ, դուք տակ, ձեր հեռախոսը ուզեմ տակ, ձեր մոտ եղած գումարը ուզեմ տակ, շատ բարդ կլինի։ Բայց Փաշինյանը ուզում եմ ասել չի հասկանում, բայց շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու ինչ որ կետով։ Չի գալու ինչ որ պահ, որ Ադրբեջանը ասի դե լավ, բավարար է։ Բոլոր այն մեր քաղաքացիները, որոնք 21 թվականին կամ 20 թվականին հավատում էին այդ մոտեցմանը, ես այդ մոտեցումը անվանել եմ բռնաբարվելիս չդիմադրել։ Ու հույս ունեին, խաբվել էին Փաշինյանի կողմից, որ լավ, այս պահանջները կատարելու պարագայում Ադրբեջանը այլևս պահանջներ չի ներկայացնի, դա այդպես չի։ Դա մենք հիմա տեսնում ենք։ Ադրբեջանը ինչ պահանջել է Փաշինյանը արել է։ Անխտիր ամեն ինչ։ Սահմանադրություն փոխել, ձևակերպում է իբր դա իր օրակարգն է, բայց փոխում է։ Մինսկի խմբի լուծարում ինչ որ հեքիաթ է պատմում, որ միաժամանակ կստորագրենք, վերջում ստորագրելու անենց ոնց որ Ադրբեջանը պահանջում է։ Հավանաբար ինչ որ շրջանակային կամ մեմորանդումային տրամաբանությամբ ստորագրություն կլինի Ադրբեջանի հետ, որ ինքը թղթով կանա մեր քաղաքացիներին խափի, ու միևնույն ժամանակ կստորագրեն Մինսկի խմբի լուծարման դիմումը, եթե իհարկե ինքը մինչև այդ իշխանության մնա։ Ցանկացած բան, ինչ Ադրբեջանը ուզել է, ինքը կատարում է, ու նոր անընդհատ նոր պահանջներ են գալիս։ Դրա համար ես շատ խնդրում եմ մեր քաղաքացիներին։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր 2021 թվականներին հավատացին ու խաբվեցին Փաշինյանի կողմից։ Այս 5 տարվա մեջ տեսանք, չէ բոլորս, տեսանք, մեր մաշկի վրա զգացինք, որ Ադրբեջանի ախորժակը չի բավարարվելու։ Դրա համար խնդրում եմ, որպեսզի մեր վատագույն կանխատեսումները չիրականանան։ Պետք է քաղաքական դիակը մաքրել, որպեսզի այլևս գարշահոտություն չտարածի։ 24 News։ Պարոն Մամիջանյան, դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է եւ մեր մեղավորությունն է, որ նա միջև հիմա պաշտոնավարում է, ինչ է արվելու այս ուղղությամբ միջև ընտրություններ Փաշինյանին հեռացնելու հետ կապված։ Սերժ Սարգսյանը նշեց, որ կա կոնկրետ ծրագիր եւ Փաշինյանին հիմա հեռացնելու ճիշտ ժամանակն է։ Արդյոք քննարկումներ ունեցել եք Հայաստան խմբակցության հետ, իրենք արդյոք այս տեսակետին են թե ոչ, եւ նաեւ իմպիչմենտի Նիկոլ Փաշինյանը անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված ձեր խմբակցությունից նշվեց, որ տեխնացու հնարավոր է դուք առաջադրեք, արդյոք տեխնացու առաջադրելու եք, թե ոչ, քննարկումներ կան։ Ես չգիտեմ, թե դուք որտեղից եք վերցրել մեր խմբակցության հայտարարություն, որ մենք կարող է տեխնացու առաջադրենք, այդպիսի բան պատիվ ունեմ խմբակցությունից որևէ մեկը չի հայտարարել երբեք։ Իրան Աբրահամյանն է ասել, որ քննարկումներ ընթանում են։ Քննարկումներ ընթանում են ու կառաջադրենք տեխնացուն, դրանք տարբեր նախատեսություններ են։ Տեխնացուի շուրջ։ Կետարկետ գնանք։ Ես չեմ կարծում, որ ես պետք է Հայաստան դաշինքից, ոչ թե չեմ կարծում, այլ վստահ եմ, որ դա այդպես չէ, ճշտեմ իրենք կողմնակից են Փաշինյանին հեռացնելուն, թե չէ, ես վստահ եմ, որ նմանօրինակ հարց ես Հայաստան դաշինքի հետ քննարկելու չունեմ, ես իրանց դիրքորոշում այդ հարցում գիտեմ։ 1 2 նախագահ Սարգսյանի նշած ծրագրի հետ կապված դուք հարցնում եք դրա շուրջ տարվող աշխատանքների մասով, դրա շուրջ տարվող աշխատանքները սկսել են շատ ավելի վաղ, քան նախագահ Սարգսյանը առաջին անգամ դրա մասին խոսեց ծիծեռնակաբերդում եւ այդ աշխատանքները շարունակվում են։ Ինչի ենք մենք համարում, որ հիմա դրա լավագույն ժամանակն է, 1, որովհետեւ Փաշինյանի ռեյտինգը պատմական մինիմում վրա է ու շարունակելու է գահավիժել, շարունակի այդպիսի գրառումներ անել։ Ինչքան կարողանում ես արա։ Ինչքան կարողանում ես մարդկանց քո իրական դեմքը ցույց տուր։ Դա առաջին։ Երկրորդ, որովհետև Փաշինյանը այս պահին աշխարհակահաղական աջակցություն ունի
իմ վերլուծությամբ բացառապես Թուրքիայից։ Երրորդ, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որը անվանվում է impeachment մեր մամուլում, ենթադրում է միակնա ճանապարհներից, որը ենթադրում է 0 մասնակցություն Փաշինյանի կողմից, 0 կախվածություն Փաշինյանից։ Այսինքն դա ընտրություն չի, որը ինքը կազմակերպելու է իր բոլոր խախտումներով, դա արտահերթ ընտրություն չի, որը ինքը նշանակելու է, դա հրաժարական չի, որը պիտի իրան ժողովրդական ճնշման միջոցով ինքը տա կամ չտա։ Ինքը 0 մասնակցություն ունի այդ գործընթացին։ Այդ եւ մի 1000 հատ այլ պատճառներով մենք համարում ենք վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը ամենաիրատեսականը, ամենահավանականը այս պահին։ Տեխնացուի հետ կապված ես եւս մեկ անգամ մեջ բերեմ մեր հայտարարությունը, մենք չենք առաջադրում այս պահին տեխնացու, որպեսզի առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնենք քաղաքական ամբիցիաներով, քաղաքական նկրտումներով։ Ու այդպես հանրապետականը վարվել է վերջին 7 տարիների ընթացքում ցանկացած քննարկման ժամանակ։ Չկա Հայաստանի ներքաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ, որը կարողանա գա ասի, այսինչ գործընթացը վիժեցվեց կամ այսինչ գործընթացի ընթացքում խնդիր առաջացավ, որովհետև հանրապետականը քաղաքական ամբիցիա ներկայացրեց։ Ես կարող եմ 10 քանի այդպիսի դեպք թվարկել, բնականաբար չեմ անի դեռ։ Ուստի կարծում եմ, որ ինչքան շատ ինքը այսպես շարունակի, այնքան ավելի հավանականությունը կբարձրանա անվստահություն գործիքի կիրառման։ Այդ թվում նաև այն պատճառով, որը ես մեջ բերել էի մեր բրիֆինգի սկզբում։ Կարծում եք նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին սա դեր կխաղա իրենց որոշման վրա։ Նորից գնանք, մենք շատ ենք խոսել սրա մասին, մենք մինչ օրս միշտ շարժվել ենք փողոցային պայքար, փողոցային կոնսոլիդացիա, որպես վերջնարդյունք անվստահություն հայտնելու գործընթաց դրա անվանությամբ, բոլոր նախորդիվ շարժումների ընթացքում, կա առաջարկ նախաձեռնողների կողմից հակառակ գնալ եւ որպեսզի անվստահության գործընթացը, այսպես կոչված impeachment-ի գործընթացը լինի այսպես կոչված trigger փողոցային լայն կոնսոլիդացիայի համար, ես որևէ դրամաբանական պատճառաբանություն դա չփորձելու չեմ տեսնում։ Իսկ թե ինչ վերաբերվում է ԿՊ-ական падգամավորներին, նորից եմ ասում, ինձ միևնույն է իրանցից յուրաքանչյուրը ինչ պատճառով կմիանա անվստահության գործընթացին։ Մեկը, որովհետև հայ առաքելական եկեղեցու հետևորդա ու այսօր առավոտը պիտի որ շոկ ապրած լինի։ Մեկը կարող է վախենում էր մինչև հիմա դրա մասին խոսել, բայց այն ժամանակ Արցախի կորստի հետ կապված, Արցախի հանձնման հետ կապված ունեցել է իր մտքերը, հույզերը, հիմա հաշվի առնելով Փաշինյանի գահավի ժողրեյցինգը այլևս չվախենա։ Մյուսը կարող է սոցիալական խնդիրներով տեսնի, որ մեր ազգաբնակչությունը պարզապես հարստահարվում է հարկերով, գույքահարկերով, աղբահանության վճարներով, եսիմինչերով ու դրա համար անի։ Մյուսին կարող է դուր չգա այն փաստը, որ սոցիալական անհավասարությունը, սահմանադրությանը հակասություն է մտցվում եւ մարդկանց առաջարկում են օրինական վճարով իրենց քաղաքացիական պարտքից, այսինքն բանակում ծառայելուց հրաժարվել, որ բան օրինակ Civic-ը եւ այլ որոշ լրատվականներ չգրեն, այո, ես չեմ ծառայել Հայաստանի պետության զինված ուժերում, որտեղ գիտությունների տեխնացու եմ։ Ուստի ինձ մեկ է թե յուրաքանչյուրը ինչ շարժառիթ կունենա, ինչ դրդապատճառ կունենա, բայց ես կարող եմ երաշխավորել, որ հայրենասերները կապահովեն այն ԿՊ-ական падգամավորների անվտանգությունը, պաշտպանությունը, որոնք կփորձեն եւ կորոշեն անցնել պատմության ճիշտ կողմը։ Շնորհակալ եմ։